Սիրելի հետևորդ, սիրելի հանդիսատես, կամերային թատրոնը գնաց արձակուրդի, ես շարունակում եմ աշխատել, Ստալին թատրոնը աշխատում է եւ բոլորից սպասում եմ օգոստոսի 10-ին Էնլորու ձորն է ներկայացմանը։ Իսկ հիմա անցնենք առաջ։ Նոր Նայիրի Սարգսյանին լսեցի, դա այդպիսի մի հետևորդ կա, հետևորդ, ասիկն օգտատեր ավելի շուտ, հա։ Որը զբաղված է լուսաբանում էր հյուսիսարավ ճանապարհի աշխատանքների մասին, հա, տեղեկացնում էր մեզ եւ պարզվեց, որ այդ ճանապարհը վերջապես այդ հատվածը, որը որ տարիներ շարունակ չէր բացվել, հիմա կսկսեն սարքել, որովհետեւ դատավորը չբավարարեց, դատարանը չբավարարեց այն մարդու պահանջը, ով որ չէր թողում, որտեվ պետք է անցներ իր հողով եւ այդտեղ կար հանրային բան շահ։ Մի խոսքով մի 4 տարի ձգվել է դատարանը, ձգել է այդ գործը, դատը ձգվել է, վերջը դատավորները իրենց հետույքները բարձրացրեցին տեղից այս ռեպորտաժներից հետո եւ որոշում կայացրեցին, որ ճանապարհը պիտի սարքվի։ Ես հիմա չեմ ուզում ասեմ այդ որոշումը արդար է, արդար չի, բան դա իմ կոմպետենցիայի մեջ չի, բայց փաստորեն է փաստ, որ ճանապարհը պիտի սարքվի։ Այն ով որ ապրում է 4-րդ գյուղում, ով որ ապրում է ես Բանգլադեշ ասացում, երևի թե բազմիցս առնչվել է այդ խնդրին, ուրեմն դա մի ասեմ բոլորին, որ իմանան նաև Սփյուռքում, որովհետեւ շատ կարևոր հարց է, խոսքը միայն ճանապարհի մասին չի, հետո էլ կխոսեմ կարևոր բան եմ ասելու։ Ուրեմն մի հատված է, որը որ միացնում է այն հյուսիս-հարավ ճանապարհը հենց այդ թաղամասի հետ։ Ինքս ապրելով 4-րդ գյուղում, այսպես ասած, հաղթանակ թաղամասում, բազմիցս առնչվել եմ այդ խնդրի հետ, ջարդել եմ բազմաթիվ մեքենաներ, ընկել եմ բազմաթիվ վթարային իրավիճակների մեջ, ուշացել եմ բազմաթիվ հանդիպումներից եւ տեղերից, եւ ամեն անգամ սեռական բնույթի, ոչ այնքան սեռական բնույթի հայհոյանքներ եմ հնչեցրել բոլոր նրանց, ովքեր այդ խնդրի հետ կապված են։ Իհարկե, ասել եմ դա ոչ թե համացանցում, այլ ընկերներիս, ինքս ինձ, ասեցպես բողոքելով, հա։ Ես ուզում եմ ձեզ ասել, թե ինչ վնաս է դա պատճառել մեզ քաղաքացիներից, ովքեր որ ապրում են թաղամասում։ Նախ եւ առաջ, ընկել են մեր անշարժ գույքի գները, որովհետեւ եթե չկա ճանապարհ, ոչ մեկ չի ուզում այնտեղ տուն առնի, կամ վարձով վերցնի այնտեղ տուն, կամ բան, չէ, բարձա։ Ջարդվել են մեր մեքենաները եւ գցել են մեզ ծախսի տակ։ Բազմաթիվ անգամ մենք նյարդայնացել ենք, ուշացել ենք եւ այլն։ Հաստատ կլինեն մարդիկ, ովքեր որ առողջական խնդիրներ են ունեցել, որովհետեւ շտապօգնությունն են դժվարացնում։ Ну, իհարկե տնից տեղից հեռու կարող է մի քանի ոգի մեռել են դրա համար, որովհետեւ շտապօգնությունը չի հասել ուղղակի։ Էլ չխոսեմ ուրիշ, այսպես վթարային իրավիճակների մասին, քանի անգամ վթար է եղել, այնտեղ մարդիկ իրաց մեքենաները ջարդել են, մարդիկ ընկի կարող է մեքենայի տակ է, դա ես չեմ ասել կոնկրետ, բայց ջարդած մեքենաները ամեն օր տեսնում ենք։ Դեռ մեր ապաները գիտեք ոնց է աշխատում, մեկին ասենք 30,000-ի քսում է, հետո $3,000 կայնում են, էլի։ Մինչև հետո ապան գա, ոստիկանություն։ Մի խոսքով մի հատ մի սարսափելի կոլապսի ենթարկված, մի ողջ թաղամաս, որտեղ թվեր չեմ ուզում ասեմ, բայց հաստատ մի 200,000 մարդ կապրի, էլի ասենք Լոռու մարզի չափ մարդ է ապրում, ասենք այդ մարզում, ստերեոթին, հա, ենթարկված էր կոլապսի, ինչի համար, որովհետև մեր դատավորները, մեր դատական համակարգը ուղղակի չի աշխատում, ժողովուրդ, ուղղակի չի, եւ այս երիտասարդը տվեց նաև անուն ազգանուններ, այն դատավորների, ովքեր որ ձգել են, ովքեր որ հետաձգել են, ովքեր որ որոշում չեն կայացրել, ինքնաբացարկ են հայտարարել միգուցե բան եւ այլն, գործը գնացել է, ոտքի դատարանն է գալիս, հետո ոտքի քաքս է գալիս, հետո բան տենց է աշխատում մեր դատարանները, դուք գիտեք։
Եվ այդ արկիրը որն է, ասենք, եթե չեմ սխալվում, դատարանի բարձրագույն բան ՏՌՖ-ը դա ԲԴԽ-ՄԴԽ-ն է, էլի, ասենք, այդպես մի հատ ձյաձյաների տոճաներ են նստած, ովքեր որ վլաստի ամենավերջն են, էլի, ասենք, իրանք հետո այդպես կարան, եթե չեմ սխալվում, կարան դատավորներին ազատեն գործից, ինչ անեն, բան, հա։ Եվ ասենք ինձ հետարքիր է, սիրելի ԲԴԽ-ՄԴԽ, կամ եթե ԲԴԽ-ն չի, մի գուր ՄԴԽ-ն է, չգիտեմ, ով է դրանց, ասենք, դրանց շեֆը ով է, չգիտեմ։ Ասма տնից տեղից հեռու, ասма հիվանդանոց ու դատարան չընկնես, հա։ Ասենք, ով է ձեր շեֆը եւ ում, ասենք, ես հիմա հարց տամ, էլի, ասենք, այդ դատավորները, ովքեր որ այդքան ձգել են, տարիներ շարունակ եւ ջարդել են իմ մեքենաները, գցել են իմ գույքի արժեքը, ինչ ասեմ, նյարդայնացել են ինձ, ստիպել են, որ ես ուշանամ ներկայացումներից, փորձերից, կարևոր հանդիպումներից եւ այլն։ Ասենք, այդ ով է մեղավոր։ Ասենք, այդ ով որ մեղավոր է, պատժվելու է, թե չէ, ու ինչպես եք պատժելու։ Выговор с занесением в личное дело, թե ասենք աշխատավարձի կտրում, ասենք միլիոններով է փող են ստանում այդ դարմաեդները, ասենք, այդ փողն է կտրելու ինձ տակ, որ նոր մեքենա առնեմ, ասենք ով է այս ինչ հալեր, որի դա, գիտեք ամենասարսափելին այն է, որ մենք չունենք այդ պատասխանատվության բան, ասենք մարդ ինչքան վատ է աշխատում, այնքան առաջ է այդում, ինչի է տենց, կարաք ինձ ասեք։ Ես գիտեմ, որ աշխարհն անարդար է, ես արդարություն չեմ պահանջում միջազգային, աշխարհաքաղաքական, կամ ես ինչ ասում եմ, չէ, այս դավաճանը, այս այնա, Ռուսաստանը մեզ դավաճան է, հիմար խոսակցություններ, ամենք իրա շահից ասենք բանանում, ասենք, այնտեղ որտեղ որ պետք չի արդարություն փնտրել, որովհետև դա աբսուրդ է, մենք արդարություն ենք փնտրում, իսկ այնտեղ որտեղ որ պետք է, որովհետև դա մենք ենք, մեր կյանքն է, մեր դատավորն է, մեր քնձր, ինչ որ մի հատ մեկն է, որը ինձ նման ինստիտուտ է սովորել, հետո ընդունվել է գործի, հետո կամաց առաջ է անցել, այդ քնձրը, հասկանում եք, հիմա կարա անենց անի, բլյաց, որ ես իմ մեքենաները ջարդեմ, գործից ուշանամ, ներվային անամ, հելնեմ պատերով, ասենք, բան, ամեն անգամ տուն գնալ, ինձ համար լինի մի հատ, ասենք, աբսուրդ, հասկանում եք, ասենք, բան, պիկ ժամին մասիվ հասնել ավելի հեշտ է, քան այդ ճանապարհով անցնելը, ով է մեղավոր վերջապես։ Եվ այդ մեղավորը ինձ պատասխան տալու է, թե չէ, երկիրը դրանով է երկիր։ Երկիրը երկիր չի, երբ որ ոչ մի պաշտոնյա պատասխանատվություն չունի։ Ոչ մի պաշտոնյա։ Երկիրը դրանով է երկիր։ Եվ արդարություն եկեք փնտրենք մեր իշխանություններից։ Դատական իշխանությունները իշխանություն։ Հա, Նիկոլը, Սաղորը Նիկոլը, Նիկոլից պահանջեք, բան չեմ ասում։ Բայց այդտեղից քիչ եք պահանջում։ Այդտեղից է պահանջեք։ Հիմա անդրադառնանք, այսպես ասած, արդեն վարչապետի ասենք ասածին։ Տեսնում ես, որ ինչ որ դատեր արագ են եթում, մի անգամից բռնում են, տանում են, կալանավորում են, դատավճիռը ելնում է բաման, իսկ ինչ որ դատեն սեն ձգվում տարիներ, եթե ինչ որ պաշտոնյայի չի դա վերաբերվում, այլ քաղաքացիներից մեզ, այս գործը առաջ տանելու համար, դա կարող է ձգվի, ասենք տարիներ, դարեր շարունակ կարող է ձգվի։ Ընդում եմ գրեք կոմենտներում, ով է ինչ դատերի ասենք մեջ, կամ ինչ դատերի մասին գիտեք, որ 3, 4, 7, 10 տարի կարող է ձգվել։ Եվ գիտեք, չկա ինչ որ խելամիտ ժամկետ պիտի լինի ժողովուրդ։ Խելամիտ ժամկետ, դատարանը սկսվեց, ես եմ Աստված ոչ արի, մարդ եմ գցե մեքենայի տակ։ Հարբած եմ եղել, կամ իդիոտ եմ, սխալ եմ քշել, ինձ են գցե մեքենայի տակ, կամ մի բան եղել է, էլի, մի խնդիր է, կամ ասենք, այն հողը ուզում եմ առնեմ, ընդ է պազվված սեփական տեր կա, ուզում եմ առնեմ ու չի լինում, կամ ինձանից հող են խլում, ու ես ընկել եմ դատարան, դատավորներից խելամիտ ժամկետ կա, մարդու կյանքի տևողության, որովհետև 3, 4, 5, 10 տարի մարդու կյանքից է դնում, մեր կյանքը ասենք 300 տարի չի, էլի, հա։ Խելամիտ ժամկետ կա, որ դատը կարող է ձգվել, այսքան, ոչ ավել, եթե ձգվեց, ուրեմն ինչ որ մի ուրիշ լուծում կա դրան, կա սիրելի ԲԴԽ,
կամ ՄԴԽ, չգիտեմ, ով է դե վերևները, ովքեր եք։ Բարձր աշխատավորված ու իմ հաշվին ապրողների բիոմաց, իմ հաշվին ապրողները։ Կարակ ինձ ասեք, ինչքան է այդ ձգվում։ Ու ասենք այդ հետևորդը նայրին, եթե չեմ սխալվում, մի րոպե ներեցեք, եթե չբարձրաձայներ այդ թեման, ոչ վարչապետ կիմանար, ոչ է դատավորները կիմանային մեծ, ովքեր որ ասենք այդ ամեն ինչ ղեկավարում են, չէին շարժվի հետույքները, ոչ մեկ բան չէր, ու տենց էինք շարունակվեր, մենք շարունակենք ջարդել մեր մեքենաները, ուշանալ, սկորեները չէին հասնի, որ մեզ փրկեին, հրդեհի ժամանակ չէին հասնի, որ հրդեն հագսեին, ու եւ այլն, ժողովուրդ։ Այս սարսափելին դա է։ Սարսափելին դա է։ Որովհետեւ գիտեք, այդ տենց երկրում որ դասը ներդրումներ կանեն, ոչ մի բան չի լինելու։ Ինչ ներդրում։ Ինչ ներդրում։ Ով կա ներդրում անի երկրում, որտեղ որինքը չի աշխատում, որտեղ դատավորը կարասած նստի իր համար, այդ ֆրֆրա բարձր աշխատավարձանը, բայց ոչինչ չանի։ Ու ասենք հետո դատի տաս, ասենք դու դատը որ ասեք որոշի ով է ինչ բան, դարերով ձգվի։ Երկրի զարգացման հենց առաջի բանը դա դատական իշխանությունն է։ Երբ որ կա երկրում արդարություն, կա ինչ որ տենց այդ հարցերը ինչ որ լուծվում են, ինչ որ ձև։ Իսկ մեր մոտ այդ հարցերը չեն լուծվում։ Շնորհակալություն այդ օկտատերին, նայրին, ով եթե չեմ սխալ չեմ ասում անունը, նոր կարդացի, նայում եմ միշտ հետևում եմ, բայց չեմ նայում անունը չեմ նայում։ Եթե չեմ սխալվում նայրի էր անունը։ Հա, որ բարձրաձայնեց այդ թեման եւ ստիպեց, որ դատավորները, ասենք, այդ հարցը վերջապես, չգիտեմ, կանոն վճռաբեկ, բան տենց էլ կլինի այդ։ Մի 2 տարի է կձգվի, իհարկե, ես ուզում համոզված։ Հա, հետո տենդերի կդնեն, թե որ ով է սարքելու այդ ճանապարհը, ահան, ու վերջապես իմ 70-ամյակին այդ ճանապարհը կաշխատի, շատ ուրախ եմ։ Նույնը կարելի ասել զորավարի ճանապարհի մասին մեր։ Սարի թատրոնի ճանապարհն է։ Քանդած տրակալու պատերազմից հետո օրնի։ Ասեմ տղեկ ինչ խաբակա, դե բուժականից սկսում են սարքել, վերջապես ինչ որ տենդերը ինչ որ մեկը շահել է երևի։ Հա։ Հեսա կլի նոյեմբերը իմ սեզոնը կփակվի թատրոնի ճանապարհը կսկսարկել։ Ջայնան գոնե մյուս տարի կաշխատել։ Հիմա իմ ցավոտ թեմայի մասին, թատրոնի մասին, հա, ժողովուրդ ջան, մատերիալի փող հավաքել եմ արդեն, ես խոնարհվում եմ բոլորի առաջ, ովքեր որ օգնեցին ինձ մատերիալի փողը հավաքել, այս որը որ պիտի սարքեմ այս ծածկը, այո, եւ ելի շնորհակալություն նրանց, ովքեր որ այսօր դոնեյտ կանեն, ինչ գումաներ կուղարկեն, որպեսզի այն ֆիրման, ով որ պիտի սարքի այս ամեն ինչը ես կարողանամ վճարել, որովհետև պետք է լինի լիցենզավորված ինչ-որ մի ֆիրմա, որը վճարի, որովհետև ոնց ասում են, որ հետո կարողանամ հաշվետու լինեմ, հա։ Շնորհակալություն նրանց, ովքեր որ ինձ օգնում է, շատ շնորհակալ եմ։ Ամսի 10-ին լինելու է այն լոռու ձորը ներկայացումը, էլի ես բալկոնում եմ խաղում, լրիվ գյուղական միջավայրում, որովհետև գյուղի մասին է, այդ ամեն ինչը։ Լավ, փառքս ունեմ մի հատ դες ներկայացում, որը կարամ ծածկի տակ չխաղամ, հա, ու հետո անձրև չգա, իհարկե Աստված տա։ Եվ բեմին այստեղ այս հատվածում, որտեղ որ դեռ սարքված չի բանը, լինելու համերգ, լինելու է ջազ համերգ, ես չեմ մասնակցելու, բայց շատ հետաքրքիր եւ սիրված դերասաններ են մասնակցելու, հիմա չեմ ուզում անուններ ասեմ, որ մինչև վերջ ոնց որ անկախատեսելի է, էլի մեր կյանքը իրանք շատ զբաղված են, հիմա կլիպ են նկարում, մի քանի եթեր հետո արդեն որ պարզ լինի, հաստատ կլինի թե ոչ, ես կասեմ ովքեր են, եւ իրենք են լինելու այդ օրերու կարող ես մի երկեմ ոչ ավել, բայց հետո իրանք են սկզբից իրանք համերգ կտան, հետո գնանք ներկայացում կնայենք, այն հատվածում, հա, որտեղ որ իմ բալկոնն է եւ այն լոռու ձորն է ներկայացման ամբողջ անտուրաժը, ռեկվիզիտը եւ այլն, այնուհետեւ քիչնենք էլի ներքև տաղավար եւ կանենք մեր լեգենդար fire show-ն։ Այսպես ժողովուրդ ջան, օգոստոսի 10-ին սպասում եմ, աշխատում է տրանսպորտ, կարող եք գալ եւ
QR կոդն էլ ձեր էկրաններին է, շնորհակալություն, որ հետևեցիք եւ հուսամ այն խնդիրը, որ ես բարձրացրեցի, շուտ կլուծվի եւ ես կարողանամ նորմալ տուն գնալ եւ գալ ասենք ուզածս ինչ է մարդավարի տուն ասնեմ մարդավայր ամենակամ նվաստացած չես գամ համես շամփեննա քանդած իմ տան հա այս ասենք բանա շամփեն զորավալի արագ յուղի եւ բանի սարալանջի մեջտեղի ճանապարհը համենա քանդած նու իմ հատվածը ընդհանրապես չեմ խոսում ստեղ ասենք դա երբեք չի սարքվի ես գիտեմ ես պիտի սարքեմ մի օր երևի համ Երևանի ճամփենակ հա սա ճամփեկս քանդել է կարա դուք մարդ եք կարա քեզ բանալա մի ճամփա թողեք բա տուն է հա լավ հենց այսքան էս լավ նոտայով ավարտենք սպասում եմ բոլորիդ օգոստոսի 10-ին ժամը 6-ից հավաքվում ենք այդ օրը լավ տակ հագնվեք որև երկար ալնելու համ ամեր գալնելու համ ներկայացում ալնելու QR կոդն էլ ձեր էկրանին է աջակցեք Սարի թատրոնին